Դրանից հետո նստան մտածեցին, ասին հոп ախպեր, եկեք մենք մեր սահմանները պահենք ու լինենք անառիկ։ Զենքով մահացությունների թիվը աշխարհի ամենացածր թիվն է իրենց մոտ։ Ադոլֆ Հիտլերը ասում են այնքան մեր կատղեր, որ ուզում էր ինքնասպանելներ։ Ամենակարևոր բաներից մեկը երկրում, բոլոր երկրներում դա կամավորական շարժումներն են։ Ակտիվ ռեզերվը մոռացվեց, աշխարհազորը ի հայտ եկավ, հիմա աշխարհազորը բրդին են կողմ։ Ամեն ինչի տակ տարբեր մարդիկ են, էլի։ Մեր բատալյոնի պես չի, երբ պետք է ակտիվ ռեզերվա, երբ պետք է աշխարհազորը, երբ պետք է 25-օրյայով է գնում։ Ով ինչ ուզում է խոսա, ինչ հայտարարություններ տա, ինչ թուղթ ստորագրի, ձեր հրամանը դիմադրել մինչև վերջ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Արիև որդի Վարդանովներ, ու խոսելու ենք Շվեյցարիայի բանակի մասին։ Բանակային կառուցվածքի Շվեյցարիայի մասին, Շվեյցարիայի զինված ուժերի մասին, բանակի պատմության մի քիչ, Շվեյցարիայի հետ կապված ուրիշ երկրների։ Օրինակ, շատ քչերն Արի, բայց միջև սկսել է հիշացնենք, էլի, մի շաբաթ բաց ենք թողել հիվանդ լինելու պատճառով, բայց դա չի, սաղ մեր ասածները չի ջրում, այդպես ասած։ Այդ որն է։ Որ մենք լայքերի, կոմենտների, դիզլայքերի կարիք ունենք, ցանկալի կլինի գրանցվեք մեր սոցցանցերի էջերին, դետքի սոցցանցերի էջերին, YouTube-յան էջին, գրանցվեք դետքի Patreon-ին, ակտիվ լինեք, այս տարի էլ նոր դասեր չունենք ոմայով, բայց մյուս տարվա դասացուցակը արդեն մեր կայքում կա, կարող եք մտնել, ձեզ հարմար օրերը ընտրեք, գրանցվեք ու հետագայում գաք արդեն պարապելու։ Մի բան էլ կարելի ավելացնել, որ YouTube-ում բլոգերի պես ինչ-որ բան աշխատում դետքի դեմ, դրա համար ինքը իրան ալգորիթմները, ասենք, չեն շատացնում, էլի, ասենք, տեսանելի չեն դարձնում, մենակ ձեր կոմենտների, լայքերի, կիսվելու բանի դեպքում աշխատում։ Մյուս ցանցերում, ասենք, մեր դիտումները հազարներ են, համեստություն եմ անում դաժե, բայց YouTube-ում քիչ է, որովհետև չեք կիսվում, որովհետև չեք քննարկում, չեք քննադատում մեզ, ակտիվ եղեք մի քիչ։ Նոր հաղորդումների թեմաներ չեք գրում։ Հա, ակտիվ եղեք մի քիչ, խնդրում եմ։ Ես Շվեյցարիայի հետ կապված կարճ մի բան կարամ ասեմ, որ իրենց անկախության համար վերջի պատերազմը, որ իրանք բան են արել, էգզիստենցիալ վտանգի տակ են եղել կորցնելու անկախությունը, դա եղել է Կարլ Խիզախի դեմ, Բուրգունդիայի դուքսի դեմ պատերազմը, դրանից հետո երևի մի 100 տարի իրենք շատ ակտիվ քաղաքականություն էին վարում, մինչև Մարինյանոյի ճակատամարտում իրենց չջախջախեց ֆրանսիական Ֆրանցիսկոս II, ինչքան հիշում եմ։ Դրանից հետո նստան մտածեցին, ասին հոպ ախպեր, եկեք մենք մեր սահմանները պահենք ու լինենք անառիկ։ Այս սենց թագավորները անցնում գնում են, ոչ մի բան չի փոխվում, էլի, ասենք, մեր համար, բայց եթե մենք այդում ենք մի քիչ ակտիվ քաղաքականություն ենք վարում, շատ բան կարա փոխվի, որովհետև պահի տակ կարող է պարտվենք, այ ոնց որ եղավ Մարինյանոյի ժամանակ։ Դրանից հետո հիմքը դրվեց իրանց նեյտրալիտետի, որը վերջնականորեն Նապոլեոնյան պատերազմներից հետո է եղել, որտև Նապոլեոնյան բանակը 1799-ին գրավել են։ Հա, ինքը ձեռի հետ գրավեց առանց Շվեյցարիայի դիմադրության իմիջիալուց, դիմադրում էր բանը Ավստրիան այդ գրավելուն։ Շվեյցարական բանակը չէր դիմադրում, շվեյցարական աշխարհազորը գրեթե ոչ մի տեղ չի ելել ոտի, մի քանի բնակավայր է եղել, որ ասենք ոտի ելել, իսկ ընդհանուր կոնֆեդերացիան պաշտպանվելու ցանկություն չի ունեցել, երևի թույնավորված լինելով արևմտյան արժեքների բանով, էլի, ասենք, պրոպագանդայով։ Այդ վատքը հիշեք, հավասարություն, եղբայրություն, ազատություն, ֆրանսիական հեղափոխությունից հետո այնց պարադով էթում էր։ Այդ դրանից հետո արդեն ինքը շատ ժելեզաբետոն, ցած երկաթ բետոն է պահում իր նեյտրալիտետը,
ու ոչ թե աղերսում եւ խնդրում է, որ իր շուրջ խաղաղ լինի։ Սաղին մեր է գրվում, եթե ասենք խաղաղ չլինեն։ Նույնիսկ Ադոլֆ Հիտլերին։ Այդ պատմությունը շատ բան է, հետաքրքիր է։ Նացիստական Գերմանիան ուրեմն աչուձախ սաղին թխում էր, սաղին տոպկում էր, սաղին սատկացնում էր, ընդ ոչ մեկը աչքին չէր երևում արդեն։ Ֆրանսիան 44 կներեք 45 դե Արցախը չէր 44 օրվա մեջ, ասենք, ընդուներ իր պարտությունը, ինքը 45 օրվա մեջ ընդունվեց իր պարտությունը, աշխարհի լավագույն բանակը, ֆրանսիական բանակը։ Այդ ժամանակ գերմանական լկտիությունը տոկոսային բանով որ վերցնենք 300% էր, ում վրա ասես, ոնց ասես, համարձակվեցին նույնիսկ մի քանի անգամ շվեյցարական օդով իրանց ինքնաթիռները թռնեն, շվեյցարացիությունից ենք խոսում, շվեյցարացիքը շատ լկտի են իրանց բանում, այդ Լյուֆտվաֆեի քանի օդաչու են գերի վերցրել։ Բա այդ եմ ասում, իրանք չնայած դրանից առաջ ասենք շատ մեղմ են վերաբերվել գերմանական օդանավերին, զգուշացնող կրակ, ստիպել են որ նստեն, բան էլի ասենք օդանավի վրով գալիս են, sense պրես են անում, չեն թողում ազատ բանանի ու ստիպում են որ իրանց ուզած օդանավակայանը պասատկա անի, հաբրգել էր գերմանացին, շվեյցարացին մի երկու հատ կարգին տվեց իր Մեսերշմիտներով գերմանական Մեսերշմիտներին։ Ադոլֆ Հիտլերը ասում են այնքան էր կատղել, որ ուզում էր ինքնասպանել, մանավանդ որ իմացավ Մեսերշմիտներով են խփել Մեսերշմիտները։ Վերջի պատվերը, եթե չեմ սխալվում, հենց 40 թվականին են հասցրել։ Նոր ստացած Մեսերներով, նոր արտադրած Մեսերները խփեց։ Գերմանացիների պարապացրած օդաչուները եւ դրանից հետո կարելի ասել ռազմական պատմությունը ակտիվ պատմությունը բանի Շվեյցարիայի վերջանում է, որտեղ դրանից հետո գնում է հիմնականում դիվանագիտություն, ահագին տեղ զիջել են դիվանագիտական հարցերում, այնտեղ շատ բաներ են զիջել, թույլ են տվել, որ իրանց երկաթգծով գնան գան։ Իտալացիները ֆաշիստերին կոպիտ ասած, իտալացիներին ու գերմանացիներին։ Նացիստներին ու ֆաշիստներին, բանը գերմանական եւ իտալական թույլ են տվել գնան գան, բան։ Ու վերջ։ Բայց որպեսզի այդ այնց լինի, ինքը մնում էր գրեթե միշտ լավագույն Եվրոպայի բանակի տիտղոսը կրողը։ Միշտ անգամ այդ ժամանակ։ Ուրեմն Տանենբաում օպերացիան, որը որ մշակել էին ցամաքային զորքերը նացիստական Գերմանիայի, ինքը նախատեսվում էր 3-ից 4 օր, ինչքան հիշում եմ, մինչև մի շաբաթ մտնել մայրաքաղաք։ Բայց գեներալ Գիզանը, հրամանատարը ընդհանուր շվեյցարական բանակի, հրաման էր տվել, որտեղ ուզում է հակառակորդը մտնի, որտեղ ուզում է, ասենք, ում ուզում է գրավի, ով ինչ ուզում է, ասենք, էշեշ բանով հերոստացույց են վաղ մենակ գերմանացիք ունեին ու ամերիկացիք, ռադիոյով ով ինչ ուզում է խոսա, ինչ հայտարարություններ տա, ինչ թուղթ ստորագրի, ձեր հրամանը դիմադրել մինչև վերջ։ Եվ դա ընդունեց շվեյցարական բանակը, որը մոբիլիզացվել էր մինչև 1,400,000 հոգի, եւ 1,400,000 սարերում նախորոք դեռևս առաջի համաշխարհայինից մնաց, ասենք, ինժեներական կառույցները, որոշակի թարմացված 39-40 թվերին, ասենք, ինժեներական կառույցները։ Բոլոր ճանապարհները մինապատված են, պատրաստ են պայթեցման։ Իսկ եթե Շվեյցարիայի քարտեզը նայենք, ինքը Եվրոպայի մեջտեղն է, բայց մի քանի նեղ ուշել եւ ոնց է լինում։ Ձոր։ Լեռնանցք, ձոր։ Մի քանի լեռնանցք է միացնում իրան։ Ֆրանսիայի կողմից է մի հատ գլխավոր լեռնանցք գալի, Իտալիայի, Գերմանիայի, մի խոսքով հեշտ է փակել իրականում։ 4 լեռնանցք Ալպեկի վրով անցնում, որից 3-ը Շվեյցարիայով անցնում։ Մեկը բանա Իտալիայից անմիջապես Ավստրիա մտնում։
կարճ ասած ամեն ինչ արել էին, որ թույնավոր էին խեղճ նացիստական Գերմանիայի կյանքը։ Դրա համար է որոշեցին նացիստները, որ ամեն դեպքում պետք չի։ Հա, էլի ավելի լավ է բանը Ատամները ջարդեն շոկոլադը Շվեյցարիայի վրա։ փողով առնեն բանից շվեյցարացիներից, ոչ թե խլեն իրանցից ու հետո ֆաբրիկաները կեսով չափ վատ աշխատի։ Ավելի լավ է ոսկին առնեն։ Իսկ ինչ վերաբերվում է որոշ հայտարարություններին, որ Շվեյցարիան համաշխարհային բանկ էր, հարգելիներս, մի քիչ ավելի լավ է պետք իմանալ պատմությունը, որպեսզի նման հայտարարություններ անել։ Այդ ժամանակ գլխավոր բանկը Եվրոպայի աշխարհի, հավատացեք, իսկի Շվեյցարիան չէր, Բելգիայի թագավորությունն էր, որը գերմանացիք ձեռի հետ հավեսով ապրելին մտան անց մի քանի օրվա մեջ անցան մեջով։ Հələ մի հատ էլ այն կոմերը, ասենք անգլիացիքին, ֆրանսիացիքին բանարին, դեմ տվին ծովին։ Կարճ ասած կենտրոնական բանկ, կամ բանա մի մոմենտ տարածված բան կար, էլի հեքիաթ կար հայերի մեջ։ Հեսա սպիդով հիվանդները, գիտեք, բանը Մայքլ Ջորդանը սպիդով հիվանդ է, հեսա Արմենիկումը, որ ստե հիվանդանոց լինի, վсё, սպիդով հիվանդները թույլ չեն տա, որ թուրքերը մեր վրա հարձակվեն, մենք պաշտպանված ենք։ Դա թույլ մարդկանց հոգեբանություն է, պատճառներ գտնել, ոչինչ բան չանել եւ զգալ ապահովություն, դա կեղծ ապահովություն է։ Շվեյցարացին նման ձևով իրան երբեք չի պահել, դրա վկայությունը այսօրով մենք ականատեսնենք, որ ՆԱՏՕ-ն աղաչում էր Շվեյցարիային եւ շվեյցարական բավականին թույլ հակաօդային համակարգը եվրոպական հակաօդային համակարգի հետ ինչ որ ձևով խոսացրել են։ Շվեյցարիան երկար բանակցելուց հետո 3 թե 4 տարի հետո մի կերպ համաձայնվեց, ասենց մեծահոգաբար, ասենց ձեռը ձգեց, ասեց համբյուրեք ձախս։ Ну աչոս, ասենց։ Այդ աստիճան, ասենք Շվեյցարիան կա։ Ու իմիջայլոց պետք է նշենք, որ իրանք բանակի թվով պրոֆեսիոնալ բանակը շատ փոքր է իրանց։ Չէ, այտենց բառ մի ասա պրոֆեսիոնալ բանակ։ Դե մեր հասկացածով պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային բանակը, այդ բաներ չխոսանք, էլի, ոնց որ բնորոշ է որոշ քաղաքական գործիչների եւ որոշ, ասենք, ռազմական էքսպերտների։ Գործող բանակը, որը ամենօրյա ծառայության է, պայմանագրային զինծառայողները, ես ինչքան հիշում եմ, 20-21 հազար հոգի են։ Թիվը շատ քիչ է, հիմնականում շտաբային աշխատանքների են ու մասնագիտական զորքերը, որ շատ խիստ բայց տարեկան գիտելիքների կարիք ուզող, ասենք ավիացիան։ Հա, տարեկան 50,000-ին մոտ բան ունեն, պրիզիվ ունեն, զորակոչ ունեն, որը 18 տարեկանից մինչև 49 տարեկան ամեն տարի հետաքրքիր սիստեմա, գիտես, չէ՞, դե 18-ից բանակ չեն տանում։ Հա, կներես 21-ից են տանում։ Իրանք 18-ից հրավիրում են, բայց 21-ից են տանում։ Բայց տանում են, արդեն չեմ հիշում, 19, 20, 21 միգուցե ասենք, բայց 18-ին հրավիրում են, համաձայնություն են ստանում։ Իմիջիայլոց ալտերնատիվ ծառայություն էլ ունեն, այո, 1.5 անգամ ավել ժամկետով, 36 ամիս ինչքան հիշում եմ։ Բան ալտերնատիվ ծառայություն, խնամել ծերերին, մանկատներ ու ինչ որ այտենց ոչ եկամտաբեր աշխատանքներ կատարել։ Ու դա նորմալ է։ Իսկ եթե բանը չես ուզում ծառայես, դրա այլընտրանքը քաղաքացի չլինելն է, որը որ կոնկրետ ինչ որ մի քիչ ավել տուրքեր է տալի, ես իմ ինչեր եմ ասում։ Բայց կարևոր է էլի նշել, որ իրանց մոտ մինչև 49 տարեկան ամեն տարի պարտադիր մի քանի շաբաթով կանչում են։ Լուրջ ասում, բոլորին, անխտիր, բանկի կառավարիչ լինի, երկրի նախագահ լինի, ամենաբոց այդ երկրի նախագահն է, պարլամենտի առաջնորդի, ֆեդերալ պարլամենտի առաջնորդի։ Բայց իրենց մոտ որ նախարարությունների թիվը եթե տղամարդ է, 7-ն է։ Եթե կնի կա, չէ իհարկե։ Ընդ կամավորության սկզբունքն է։ Իրենց մոտ նախագահն նաև զինված ուժերի հրամանատարն է, այսինքն պաշտպանության նախարարը համարվում։ Իրանք շատ աղքատ երկիր են, չեն կարող ամեն մեկին առանձին նախարարություն, ընդամենը 7 նախարար ունեն, եթե չեմ սխալվում։ Չէ, իրանք ուղղակի փոխհաշվել գիտեն,
Մեկ էլ բանը կայֆ չեն ստանում դրանից, որ սա իրանց ասեն պարոն նախարար, պարոն չգիտեմ ինչ, պարոն եսիմ ինչ, բավականին համեստ են, դա դեռ սկսել է բանից 16-րդ դարից, երբ որ ռեֆորմացիան այնտեղ մտավ, այնտեղ նույնիսկ կաթոլիկները ավելի համեստ են, ասենք, քան ուրիշ երկրների կաթոլիկները։ Իդեպ, այնտեղ կաթոլիկներ էլ, ես ինչքան հիշում եմ, բնակչության կեսը կաթոլիկ են։ Բայց ընդեղի կաթոլիկները բավականին, ասենք, համեստ են իրանց ծախսերի մեջ, իրանց պահվածքի մեջ, ինչ չի կարելի ասել ընդհանուր մյուս կաթոլիկ երկրների մասին։ Գոնե զարդ բան կախել մարդու վրա այդքան տարածված չի, ոնց որ մյուս կաթոլիկ երկրներում։ Կնոջ վրա, ասենք։ Բանա Շվեյցարիայի մասին էլ ինչ կարելի ասել։ Միջև կոնկրետ ինչ-որ բաներ։ Հա, գիտես, որ Իսրայելը բանա նմանա հեչ նման չի, բայց նմանատիպ։ Գիտեմ, որ իրանք այդ համապարփակ պաշտպանության համակարգը վերցրել են Շվեյցարիայից, ադապտացրել են ամբողջությամբ, ադապտացրել են իրանց ու ընդհանրապես իրար նման չեն։ Էդ էլ հետաքրքիր պատմություն է։ Այսինքն իրանց ռեզերվային համակարգը, ամեն ինչը, բանին շվեյցարիականն է։ Ավիացիա մոտեցումները ամեն ինչն են վերցրել, ամեն ինչը։ Հիմա կասեն էլի ջհուդներին գոված եվրեյների սիրահարը, ախպեր ես ոչ մեկին էլ չեմ սիրում։ Ընդհանրապես նորմալ տղամարդ պետք է մենակ իր կնոջը սիրի։ Բայց եթե ճիշտն է, ոնց չասես ճիշտն է։ Հրեաները այնքան խելացի ժողովուրդ են, որ շվեյցարական մոդելը վերցրել են, հարմարացրել են բարձր լեռնային երկրի բանակը անապատին, քարքարոտ անապատին, ավազոտ անապատին, ծով ունեցող երկրին են հարմարացրել, գերմանացիներից ու թիթիզ իտալացիներին ձևափոխած sense փիլիսոփայող ֆրանսիացիներից, որոնք որ Շվեյցարիայում հեչել այդ փիլիսոփայող չեն, արվեստից անընդհատ La Bohème, հիշում եք Շարլ Ազնավուրի երգը, ահագին ձևափոխված իտալացիների, ֆրանսիացիների եւ ասենք համարյա 2 մետրանոց գերմանացիների բանակի բանակը, ասենք սիստեմը ադապտացնում են իրենց համար, որտեղ միջին բոյը 1.70 է։ Բանակ, որը կառուցվել է գերհզոր երկրների դեմ պատերազմելու գերմանացիներ, ֆրանսիացի կայսրություններ, պաշտպանական մարտեր։ Այդ ամեն ինչը Իսրայելը ադապտացրել է ոչ գերհզոր, բայց մասսայական, ասենք, բանակներ ունեցող արաբական երկրների, ադապտացրել է հարձակվողական մարտերի է վերածել։ То есть այնքան բան արել, հարմարացրել, որ ընդհանուր ոչ մի բան չեք գտնի, որ հիմա նայեք, չկա ոչ մի ընդհանուր բան։ Ինչը ես ձեզ եմ ցանկանում, հայր ջան, ՆԱՏՕ-ի ծրագիրը լինի, սովետական միությանը լինի, թե Շվեյցարիայի, թե Ֆինլանդիայի մոդելը լինի, հավատացեք, էլի ոչ մի բան չի փոխում։ Կարևորը մարդիկ չոտքի իրանց գործը անեն։ Այ ոնց որ հիմա ազանգեր ունեմ այդ այրման գոտուց այնի ջոկատները, որ հրամանատարը ջանասիրաբար գործ է անում, իր անձնակազմը հանգցնում է կրակը, որ հրամանատարը ինդիֆերենտ է, անց իլա էլ այնքան որ կամանձիրովշնին ստանա, այնտեղ կրակը չի մարում։ Այ դրա մասին է պետք մտածել, որ դու ադապտացնես ցանկացած ծրագիր, որը որ ընդունելու ես։ Իսկ այն բանը հիմա որ ՆԱՏՕ-ի ծրագիր, հրաժարվենք սովետա-ռուսականից, բանից, դա ընդամենը քաղաքականություն է, հավատացեք։ Հենար սովետա-ռուսականով, ասենք, լավ էլ ՆԱՏՕ-ի դեմ կռվում է Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն էլ ուկրաինական զորքերի տեսքով լավ էլ կռվում է սովետա-ռուսականի դեմ,
ադապտացնելով, ժամանակակից դարձնելով, պրոստը իրանք այնքան մարդկային ռեսուրս ունեն, որ կարան իրանց թույլ տան 500-600 հազար ենկոմ էսկոմ զոհված, հետո նոր ասենք խելքի գան, ադապտացնեն, բան, ընդ մենք կարանք մեզ թույլ տանք, հենա 4000 մարդ զոհվավ մեր մոտ, ձեռքերս բարձրացրեցինք։ Դա նշանակում է մենք մաքսիմալ պիտի խուսափենք զոհերից, իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետք է գրագետ զորք ունենանք, ադապտացրած ցանկացած ամեն ինչ։ Գրագետ զորք որպեսզի դառնա, պետք է անդադար պարապի։ Միանշանակ։ Դու գիտես, չէ, որ տարբեր գնահատականներով շվեյցարական բանակը 20-21 հազարից համարվում է, մինչև 140 հազար։ Ինչի է 140 հազար մեկ գնահատվում։ Երևի զորակոչի այսքան ռեզերվիստներին, որ կանչում են, դրա երևի չէ, դրա շնորհիվ է բարձրանում թիվը։ 140 հազար գրեթե միշտ այս պահին 140 հազար զենքի տակ կանգնած են։ Դա այդ բանը ժամկետային զինծառայողներն են, եւ պահեստազորայիններն են, որ ամեն տարի կանչվում են։ Բնական է, ասենք այդ 1 միլիոն պլյուս պահեստազորայիններին մի ամսում չեն կանչում։ Հա, դա իրանց տարվա մեջ բաժանած են կանչում, ու ստացվում է, որ գրեթե միշտ մինչև 140 հազար հոգի զենքը ձեռքին շարքերում է։ Իրանց հա թղթերով 140-ն է, բայց շատ է լինում հենա նոր նորություն էի կարդում, հին նորություն էր 24 թվականին, որ պրիզիվը կատարել են 147 հազար հոգի է հիմա ծառայում։ Հա, իդեպ ասեցինք, չէ՞, նս թեթև շոշափեցինք, որ աղջիկը ծառայելու իրավունք ունեն այնտեղ, կամավորական սկզբունքով։ Հա, ու պետք է նաև նշել, քանի որ իրանք պատերազմների չեն մասնակցում, չնայած օր ու գիշեր պարապում են, բայց չէ, իրենք մասնակցում են պատերազմների, բայց Շվեյցարիայի բանակը չի մասնակցում։ Նայոմնիկներով Աֆրիկա, նայոմնիկներին սովետի դեմ նացիստական բանակի զորքում շվեյցարական բանակ կոնտինգենտների թիվը կարծեմ նայոմնիկներով սա Եվրոպայի բոլոր կռիվներին մասնակցել են, եթե տենց նայենք։ Հա, բոլոր կռիվներին, բոլոր բանակների մեջ հատուկ օրենքներ ընդունելով, որ էլ չեն ջահելներին չեն ուղարկելու։ Մեկը էլ է տրադիցիոն բոլոր բանակների բանակների մեջ ներկայացություն ունեցել են նայոմնիկների տեսքով։ Ասածս ուրիշ բան է, քանի որ անդրադարձար վերջի օրերի հրդեհներին, իրանց բանակը շատ են օգտագործում հենց այդպիսի գործերի մեջ, հրդեհաշիժման աշխատանքներին, ուրիշ դժբախտ պատահարներ։ Ուրիշ դժբախտ, քանի որ լեռնային երկիր է, քարաթափումներ է շատ լինում, եթե մենք Շվեյցարիա լինեինք, ջրեղեղներ է լինում, ինժեներական գունդը կտաներ այն կամուրջը, որ ծալովի ունի կդներ, ու ասենք Հայաստանի ճանապարհը փակ չէր մնա օրերով, հա։ Միանշանակ։ Ճիշտ է, այսը վերջի հրդեհի ժամանակ շատ լավ աշխատեցին համագործակցության բանով, փրկարարների հետ համագործակցեց նաև բանակը ավիացիա, ռազմական ավիացիայով, բանակային ավիացիայով կներես։ Բայց օրինակ ջրհեղեղի ժամանակ փրկարարները մենակ էին թողել։ Չէ, մենք ոչ էինք թողել։ Դե պետական ստրուկտուրաներով որ նայես։ Պետական ստրուկտուրաները հիշում ես 3 սպրինտեր կամավորներ։ Դե ծիծաղալու թվերի մասին ենք խոսում, մենք օրական 40 հոգի կարողանում ենք ապահովել տեղում, իսկ պետական 7 նախարարություն 3 կամ 5 սպրինտեր մարդ մի օրով բերեց, այն էլ հարցը իրենք ինչ գործ արեցին, սպիտակ շորերով ես անձամբ եմ դա տեսել, ով պետք է գործ աներ այդ ցեխերի մեջ, այդ տիլի մեջ։ Դե Բայց դասեր ոնց որ քաղել են, այս անգամ շատ լավ համագործակցելով պարեկներն են միացել, չնայած էկոպարեկներն էին։ Էկոպարեկը դա ուրիշ է։ Հա, ուրիշ է։ Հենց գործը վարվում է հիմա, բա ինչ անի։ Դե ամեն դեպքում շատ ակտիվ որ ոստիկանությունը, բացի ասենք ճանապարհ փակել, բան հրդեհ մարի լսել ես ինֆորմացիա։ Չէ, չեմ տեսել, ոչ ինֆորմացիա ունեմ, բայց գոնե ավիացիայով մասնակցեց բանակը, ինչը անցած տարի կարեր մարդկային ուժով մասնակցել, բայց չարեցին։ Այսինքն երևի դասեր էին քաղել։ Երևի մի քիչ էլ մենք անշնորհք խոսքեր ենք օգտագործել, կարող է ազդել է, հա։ Չնայած պետք է նաև կամավորներին բան անել, ոնց որ դուրս մղել,
ամենակարևոր բաներից մեկը երկրում, բոլոր երկրներում դա կամավորական շարժումներն են, կամավորականությունն է, որին պետք է կարողանաս ճիշտ ղեկավարես, ճիշտ գործի դնես։ Դե ոնց որ Սուրմալույում, էլի, որ ասենք բանի MÇS-ի նախարարը խնդրեց, որ մենք ոման կարգավորի բաներին։ Հա, իմիջիայլոց որ Կամավորների հիշեցինք, հա, աշխատանքները։ այնից ենք խոսում, փրկարներից ենք խոսում, ասեմ, որ Շվեյցարիայում մի հատ կազմակերպություն կա Ռեգա անունով, Այո, հա։ ինքը իրենց այն փրկարարներից ավելի փրկարական գործով է Ավելի լավ զբաղվում, տեխնիկական հագեցվածություն։ շատ մարդկային ռեսուրսով էլ է ավելի շատ։ Հասարակական կազմակերպություն է, որը ավելի շատ մարդկային ռեսուրս ունի, քան պետության փրկարար ծառայությունը, իսկ փրկարար ծառայությունը քիչ ռեսուրս ունի, որտեղ այդ հասարակական կազմակերպությունը այդ գործը անում է։ Բարձրակարգ մակարդակով է անում։ Ընդհանրապես հասարակությունը արևմտքում այդքան пассив չի, ինչքան կարա թվա։ Մեր որոշ հայրենակիցներ, խոսքի շատ չէ, երևի 70-80 հազար հոգի Գերմանիայից մեքենա է առել, վրան խփած ադաց, AD-AC, սև էմբլեմա էր կլոր։ Ադացը դա հասարակական կազմակերպություն է, որը ծածկում է ամբողջ Գերմանիա, ավտո սիրողների միության պես մի բան է, ուրեմն ամեն կիլոմետրի վրա ավտոբանների վրա հեռախոս կա, որ վերցնում ես, ասում ես մեքենաս փչացրել է, ադացն է գալի։ Հասարակությունը այդ Եվրոպայից ինչն եք ուզում վերցնեք, թե ով ոնց է քնում ու ինչի հետ, ու ինչ դիրքերում, ճիշտ ասած ես թքած ունեմ, այ նման բաներ վերցնենք էլի Եվրոպայից, հասարակության ուժեղությունը, իսկ հասարակության ուժեղությունը դա լինում է կամավորներով, վերադառնանք Շվեյցարիա երևի, չէ, ասենք, դες ոնց մի հատ կռույզ արինք, Գերմանիան բան է։ Շվեյցարական բանակին ավելի ճիշտ է, չէ, Շվեյցարիայից ենք խոսում, մի քիչ թեքվեցի։ Չէ, կարելի է Շվեյցարիայից էլ ասել։ Շվեյցարիան ունի 8 միլիոնից մի քիչ ավել բնակչություն եւ ինժեներական կառույցներ ունի բունկերների տեսքով։ Դա արդեն երկրորդ համաշխարհայինից հետո է սկսել կառուցել, երբ որ ատոմային Չէ, երկրորդ համաշխարհայինից հետո արդեն միջուկային զենքեր, հա, բայց բանը առաջի համաշխարհայինի ժամանակ նույնիսկ ոչ թե հետո կառուցվում էին բունկերներ հարավային մասում Շվեյցարիայի այդ Լեռնոտ, որտեղ ասենք սկզբից մտածում էին տեղափոխեին կանանց, երեխաներին եւ իսկ հիմա բոլոր քաղաքացիներին, բոլորին կարան, ասենք, տեղավորեն միջուկային բունկերներ։ Ու եթե 1.5 միլիոն զորք այդ ժամանակ պատերազմի, 1.5 միլիոն էլ հյուր կարան ընդունեն, ասենք, այդ իրանց բունկերները, որտեղ 8.5 միլիոն մարդու ապաստարաններ ունեն լեռներում, հակամիջուկային վերջն է, էլի ասենք։ Ու մշտապես սպասարկվում է իմիջիայլոց։ Հա։ Դա բանը 2 թե 3 հատ բունկեր էին ծախելի 90 թվերի վերջ, այդ առնողը խայտարակ էր եղել։ Այնտեղ քաղաքական, ես ինչ որոշումների արդյունքում քաղաքական դիվիդենդներ կորելով, իշխանություն կորցնելով, սենց բաներ էր եղել, բանը այդ ով որ որոշել էր, որ այդ երկու հին առաջի համաշխարհայինից մնացած բունկերները ծախի, իսկ առնողին անց խայտարակ էին արել, որ այդ մարդը, ասենք, կամավոր իր կողմից դա վերադարձրել է Շվեյցարիայի դաշնությանը։ Այդ այնց հետաքրքիր ամրություն ունեն հասարակություն ունեն։ Հա, իմիջիայլոց իրանց մոտ ընտրությունները հրապարակում է էլի հասնում։ Սահմանադրական փոփոխություններից բռնած ամեն ինչը տեղում հակամ չեն ասում։ Արա հեչ ռազմական բան չի ստացվում, ասենք։ Որովհետև շվեյցարացիների մասին ասում են մենք բանակ չունենք, մենք ողջ ազգով ենք բանակ։ Հա, ասում է շվեյցարական ազգը չունի բանակ։ Շվեյցարական ազգը հենց բանակ է։ Դա։ Որտև այդ ամեն ինչը դրա հետ կապված է իրականում։ Բայց գիտես, չէ, ինքը բան է, ազգ բանակ որպես բավականին ասենց ասեմ թույլ զենքի տեսակներ ունի, էլի ասենք, ինքը կարար մի քիչ ավելի լավ զենքեր առներ,
Կարար պաշտպանողական է հիմնականում, շատ ուժեղ հոբ ունի, լեռների համար Դե նախատեսած։ ասեցի, դե թաթիկները Իրանց մոտ պատշելով լեռնահրաձիկներ են հիմնականում, այսինքն մենակ լեռնահրաձիկներ են, բանը ես չեմ հետևակը։ լսել, որ իրանք հրթիռներ ունենան, հեռահար հրթիռներ։ Պաշտպանվելու համար բավարար հեռավորության ունեն։ Ես նկատի ունեմ, ասենք 500 կիլոմետր, Դե 350 պաշտպանվելու համար 500 կիլոմետր երևի կարիք չի եղել, դրա համար չեմ ձեռք բերել։ Էդ է պատճառը։ Միակ պատճառը, որ իրանք պաշտպանողական են հենց, այդ է, ուրիշ պատճառ չեմ բերեմ։ Իդեպ իրանց սաղ տեխնիկան, երբ որ հնանում է, Գերմանիայի Դաշնության գրանտով չեն տանում ձուլարան։ Ոնց որ մենք։ Իրանք դա թարմացնում են, ուկրաինացիները բողոքում են, իրանց է չտվին։ իրանք էդի թարմացնում են եւ շուկայական գնով հանում են վաճառքի։ Ու անդադար օրինակ իրանց մոտի ամենահին տեխնիկան օդանավերի տեսակներ կար, որ 90-ականների էր, դա ամենահինն էր։ Հա, բանը։ Մի հատ էլ բան ա եղել, այդ օդանավերի հետ կապված մի հատ գնդապետ կա, ռազմական էքսպերտ շվեյցարական բանակի անունը կներեք, չեմ հիշում, ինքը այնց լավ սրամատել էր դրա շուրջ, ասել էր, ես ինչ բան է, շվեյցարական տեխնիկան ավելի հին է, քան իր վրայի, ասենք, օդաչուն, տենց բան պատմության մեջ չի եղել, ու իրոք չի եղել։ Հիմա երևի այդ օդանավերը 90 թվերի արդեն ռասխոդ են արել։ Արդեն ռասխոդ են արել, որտեղ ուշադրությունը գրավել է հասարակության ու հասարակությունը կբորբոքվեր։ Այ երկիր եմ ասել, այ արժեքներ եմ ասել։ Բացի դրանից, հա, ինչը կարելի է մեկ էլ առանձնացնել, շատ մոբիլ բանակ է, քանի որ լեռնային երկիր է, իրանք շատ լավ հասկանում են, որ լեռնային երկրում շատ կարևոր է մոբիլ լինելը։ Այսինքն ստատիկ պաշտպանությունով, հա, իրանք սաղ սարերի վրա իրանք կրակակետերը ունեն, բունկերներ կա բան, բայց համ էլ գիտեն, որ քիչ են, մոբիլ պետք է լինեն, արագ մոբիլ պաշտպանության համար ու իրանց բաների զրահամեքենաների թիվն է շատ մեծ։ Հա որ։ Հա, մնացած տեխնիկայի համեմատ զրահամեքենաները ահռելի քանակ են։ Իրանց տանկերը ինչքան հիշում եմ, այդքան Տանկերը չէ, զրահամեքենաների մասին, հա, փոխադրիչների մասին է հա, խոսքը։ բետերները։ Դե տանկերը այնքան են, ինչքան պետք է իրանց։ Հա, իդեպ գերմանական լեոպարդների, հա, լեոպարդ 2-ներ են հիմնականում, որոնք որ իրանց գործարաններում միշտ մոդեռնիզացվում են, իրանց մոտ։ Իսկ ուկրաինացիներին չտվին, ճիշտ արեցին, որտեվ ուկրաինացիք ձրի էին ուզում, իսկ իրանք ձրի ոչ մեկին ոչ շատ կներեք։ Էլ երևի այդքան է, Չէ, կարելի է մի երկու բառ էլ ասել։ Ուրեմն ես դա թվեր պատմել եմ։ չես ուզում ասենք։ Ինչ։ Թվեր եթե չես ուզում։ Չէ, կհոգնածնենք, բայց մի փոքր պատմություն պատմեմ, էլի։ Ուրեմն, երբ որ ես 2003 թվականին Գերմանիայից վերադառնում էի, ուրեմն շփոթվա մտա Շվեյցարիա, Ավստրիայի կողմերը։ Եվ Լուգանոյի այդ կողմերը իտալալեզու Շվեյցարիայում հայտնվեցի, գնացի այնքան միջև ասֆալտը չէր կարելի նորմալ ասեմ ձեզ, այն որ ասում են, բանա իրանց ճամփեքը հրաշք են, բան, այնքան էլ այտենց չի, այդ գյուղով անցնելուց հետո ես տեսա, որ հեչել այտենց չի, էլի այդ ճանապարհը, ճիշտ է, այդ ճանապարհը գծետա 1.5 կիլոմետրի վրա վերջացավ գերեզմանոցով, բայց դա ճանապարհ էր 1.5 կիլոմետր, ոչ էլ հրաշք ասֆալտ չկար, ու բանա այդ գյուղը վերջի գյուղն էր, ինքը Սարիքյալին sense ձորով գնում էիր, ուրեմն ես հետ վերադարձա, արդեն գիշերում էր, մեքենայի մեջ Ford Transit-ով էի գալի, այն փոքր կարճ բոյով եւ կարճ երկարությամբ, մեքենայի մեջ գիշերեցի, գիշերը արթնացա, տեսա այն երկու տները, որոնց արանքում վերջի տներն էին, որոնք նայում էին դեպի, ոնց որ ասած, մեծ հող, այն կողմից, որ ես է եկել, ասենք, այդ երկու տներում լույս չէր վառվում, երկու տների կողքն լույս վառվում էր, մի բան, լամպշկա, եկա բանա, խնայող շվեյցարացիք հավայի հոր լույս չեն վառի, ու ուրիշ լույս չկար, ժամը 8-ից ամենայն դեպս մութ էր, դեկտեմբերի
սկիզբն էր արդեն, թե նոյեմբերի վերջը լույս չկար։ Առավոտյան գնացի, ասի մի հատ ծեծեմ տենամ ով են, ինչ են, կարող է հաց ուտելու շանս կա, փողով իհարկե, հետո ֆռացի գնացի մի 7-8 տուն վերև, ընդ մարդիկ հյուրատան պես բան ունեին, այն որ հյուրընկալող տներ են, հիմա մեր մոտ տարածված է, այդտենց բան կար ու այնպես տաքացրած բաներ կերա, բայց այդ տունը որ մոտեցա, իր պատը հեռացած էր, մի պատը, որը նայում էր դեպի ձորը, հեռացած էր, վերևի հատվածը երևի մի 25 սանտիմետր, անցքից նայեցի թնդանոթի փողեր երևում։ Պատուհանները ներկած սև գույնի ու պատուհանը այդ սև ներկած պատի այդ քառակուսիների վրա ամրացրած ֆալշ պատուհաններ էին։ Թնդանոթի փողը։ Երկրորդ տանը էլ չմոտեցա, ասի ես տունը որ սենց երևաց, հլը կարամ մի ձև պլստամ, հանգարց սենց որ ոստիկանության զեկուցեն, որ երկու տունն էլ ուսումնասիրել է, ասի լավ։ Հետո հելա նախաճաշեցի, ում որ ներքև էի իջնում, արդեն հետաքրքիր էր։ Ուրեմն վերջի երկու տունը կրակակետեր էին, որ գյուղը գալիս է, վերջի գյուղն է, ոնց որ ահնի ձորը, ասենք, բանի լորվա։ Մարցի ձորի վերջն է, էլի, սենց վերջն է, դրանից այն ճանապարհ չկա։ Այդտենց մի հատ գյուղ էր։ Ուրեմն երբ որ իջնում էի ներքև, ուրեմն սենց մի հատ շրջանցելու տեղ կար ու համել կամուրջ էր գետի վրայով, կամուրջի նկատեցի համ էս կողմը, համ այն կողմը բետոնապատ կրակակետ։ Վերևից ծածկած չէր իհարկե, 2003 թիվն էր, Երևակայի դա առաջի կամ երկրորդ համաշխարհայինի ժամանակ էր կառուցվել եւ այլ անհրաժեշտություն չեն զգացել, որ ավելի բունկերոտ վիճական են։ Իջա այդ կրակակետի կողքով աստիճանները տենամ տանում են կամրջի ներքևը։ Կամրջի ներքևը 3 հատ սյուն կար։ Այդ սյուների մեջ ծակեր կային։ Մի քանի հատ։ Դրանց մեջ պայթուցիկը կարաս մսնես, անհրաժեշտության ժամանակ գմփսնես եւ կամուրջը բլվի եւ գյուղը կդրվի, գոնե տեխնիկայով ոչ մեկ այդ գյուղը չկարողանա գա։ Շատ ոտով գային, ասենք, Էդելվեյս գերմանական լեռնահրաձգային, ասենք 14-րդ դիվիզիան կամ sense մի բան էլի։ Այն նման բան մեզ բոլորիս մաղթում եմ, որ այնքան հեռատես լինենք, որ նույնիսկ ահնի ձորը պաշտպանված լինի, աթանը պաշտպանված լինի։ Մենք էլ այնքան հեղեղած լինենք մեր պետական այրերին մեր կամավորականությունով, որ օրերից մի օր դառնանք հասարակական գեր ուժ ունեցող հանրապետություն, ոչ թե անունով լինենք հանրապետություն, այլ հանրության պետություն լինենք, որովհետև հասարակությունը ուժեղը։ Երևի մի բան էլ ես ավելացնում, մոռացել էի ասել, էլի, որ զորակոչի տարիքի բոլոր տղամարդիկ իրենց զենքերը իրենց տանն են պահում։ Արա լուրջ ես ասում։ Հա։ Կարող է բան։ Գյուղապետարաններում առնում են բանանդը։ Հա, իրենց մոտ միակ երկիրն է, որտեղ երկիրը պարտադրում է, որտեղ խանութից զենք խրախուսում է, երբ որ խանութից զենք է սարքում։ Գումարի մի մասը ինքն է տալի։ Զենքը երկրի բնակչության արձակուրդ է 70%-ից ավելին ոնց ասմատարտունը պայի ու միայն զենքը 70%-ից ավելին զենք ունի ու զենքով մահացությունների թիվը աշխարհի ամենացածր թիվն է իրաց մոտ։ Բայց ինքնասպանությունների տոկոսը զենքով ամենաբարձրն է, որտեղ մարդիկ չեն այդ ամուրջից թռնել։ Բայց մեկը ինքնասպանությունների թվով էլ աշխարհում ամենացածր թիվն է։ Երջանիկ մարդկանց, ես ինչքան հիշում եմ, ցամաքներ կան։ Զենքը էդի պատասխանատվությունն է։ Այո, բայց չէ, բացի դրանից, ասենք իրանք այդ երջանիկ բանը, որ գրում են, այս երկիրն է երջանիկ, դա ինքը բոլոր այդ ռեյտինգներում լավագույն բաների հետ կապված ռեյտինգներում ինքը top 7-ի մեջ է նույնիսկ։ Աշխարհի ամենալավ ապրող, ամենաշատ վարձատրվող, նույնիսկ ամենաշատ հարկ մուծող, ամեն ինչի մեջ ինքը կա, էլի։
Զենքից բացի ինքը հանդերձանքն է տունը պահում։ Մի հատ էլ ժեշտից բան կա ունի, կոչվում է Պաշտպանության նախարարության կոնսերվա, որը երբ որ գիլդիմը սկսում է, ինքը հետի պետք է բացի, տենա իրան ուր դեղագրած, որ ինքը վազելով գնա։ Ինչ կարելի է մեկ էլ ասել։ Որ բանից հետո, այդ 50 տարեկանից հետո իրանց զենքերը վերցնում են, նվեր են տալիս պոմպավիկ ու իրանք ավտոմատ մտնում են աշխարհազորի մեջ։ Հարտափող հրացան։ Աշխարհազորի մեջ են պարտադիր։ Ուրեմն իրանք ունեն գերմաներեն ասած բացի ռեզերվից, իրանք ունեն Landwehr, դա հողի ուժեր եւ Landsturm։ Այդ երբ որ 49 լրանում է մարդու, ինքը դառնում է ոնց որ ասած աշխարհազորային, միջև այդ տարածքային պաշտպանություն էր, մինչև այդ ակտիվ ռեզերվ էր։ Դա այն բաներն է, որ այդ ամեն ինչը մեր մոտ եղել է, պրոստը մենք այնքան, չեմ ուզում ասեմ դեբիլ, կա, հիմա էլ կա։ Չեմ ուզում ասեմ դեբիլ, բայց մեր մոտ չգիտես խի, ամեն նաչալնիկ որ գալիս է, նախորդի նախաձեռնությունները սկսում է թուլացնել կամ ոչնչացնել։ Ակտիվ ռեզերվը Օնիկ Գասպարյանի վաղտ շատ կարճ ժամանակ 3 ամիսեր, 4 ամիսեր ինքը դա փորձեց կիրառի։ Ակտիվ ռեզերվը ուրեմն մոռացվեց, աշխարհազորը ի հայտ եկավ, հիմա աշխարհազորը բրթին են կողմ տարածքային պաշտպանություն։ Փաստացի անունն է ընդհանրապես փոխվում, տակը նույն մարդիկ են։ Անուններ կլինի չփոխեք, մի հատ նայեք էլի։ Հետո նոր կադապտացնեք, սկզբից մի հատ նայեք Շվեյցարիային։ Ինքը ակտիվ ռեզերվը ունի, ինքը աշխարհազորը ունի, տարածքային պաշտպանությունը ունի, կանանց ծառայությունը ունի կամավոր։ Ամեն ինչը ունի ու իրանց մոտ այդ ամեն ինչը մի քիչ ավելի ու տարբեր ամեն ինչի տակ տարբեր մարդիկ են, էլի։ Հա։ Մեր բատալյոնի պես չի, երբ պետք է ակտիվ ռեզերվա, երբ պետք է աշխարհազորը, երբ պետք է 25 օրյայով է գնում, նույն բատալյոնը, էլ չեմ ասում, լիքը, ես մեր օրինակն եմ բերում, բայց շատ մարդիկ կան, ովքեր համ աշխարհազորի տակ են գնում, համ տարածքային պաշտպանության, ուսկեն իրան պետք է շևրոնն ուղակի փոխում է, ուրիշ շևրոնը կպցնում, տենց չի, Շվեյցարիայում ամեն ինչ կարգ ու կանոնով է։ Այս տարիքից այս տարիքը դու այս ստորաբաժանման մեջ ես, ակտիվ ռեզերվ ես, այս տարիքից այս տարիքը արդեն դարձար տարածքային պաշտպանություն։ Ու ոչ մեկ չի նայում անդրան, որ դու շատ լավ ես կրակում, շատ լավ շարժվում ես, շտուրմավի, լավն ես ախպեր ջան, լավ բոքսիր կլնես անդրանց, ով որ այդքան լավը չի։ Մեկ ասենք իմ հասակի տղաներ կան, ասես նայում ես ինչ բանա Երևանի բարբարով ասած իսպալնյատներ են անում, էլի ասենք կրակադաշտում տակտիկ կրակ բան։ Բայց մեկը իմ տարիքային խումբը 60 տարեկան, ինքը աշխարհազորի տարիք է։ Ինքը աշխարհազորի տարիք է։ Հա, շատ լավ է որ ֆորմ են պահում ենք, բայց 20 թվականին ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ասում էին ոնց ես խրամատ փորեմ ու տես բաներ։ Լավ, արի այսքանով վերջացնենք։ Ոնց ասես։ Ուժեղ եղեք, ակտիվ եղեք, խելացի եղեք։ Խելացի եղեք։ Այսցուն։ Հաջողություն։